Նախ սկսենք այս օրերին ձեր հնչեցրած մի քանի արտահայտությունների դիտարկմամբ Հայաստանում կոռուպցիոն իրավիճակի լրջացում կա։ Սա ձեր արտահայտությունն է։ Հատկապես որտեղ է արտահայտվում, կասեք։ Ես դա ասացի ելնելով կոռուպցիայի ընկալման համատվի 2025 թվականի այդ ցուցիչից Հայաստանի համատվի արժեքից, որը փաստորեն վերջին 4 տարիների ընթացքում 22, 23, 24, 25 որևէ փոփոխություն, վիճակագրորեն նշանակալի փոփոխության չի ենթարկվել, ասենք 47, 46, 47 այդ միջակայքում է գտնվել, որը եթե ընկալումը, սա վերաբերում է ընկալմանը, որտեղ կոռուպցիայի իրավիճակ մի քիչ ճիշտ չի լինի ասել, այն իմաստով, որպեսզի մենք խոսենք կոռուպցիայի իրավիճակի մասին, մենք պետք է ուրեմն կոռուպցիայի մակարդակը չափենք, ուղղակի չափում դա ինչպես եւ ակադեմիական, ասենք, հետազոտողները եւ փորձագետները ունեն կոնսենսուս, որ դա հնարավոր չի ուղղակիորեն չափել։ Չափվում է ընկալումներով։ Ու քանի որ կա կոռելյացիա ընկալման եւ մակարդակի միջև, այնպես չի, որ եթե երկու անգամ բարձր մի երկրի ընկալման համաթիվը մեկ այլ երկրի, նշանակում է երկու անգամ ավելի քիչ կոռուպցիա կա, այդպես չի, բայց որ այնտեղ ավելի շատ կա մի երկրում, քան թե մյուսում, դա միանշանակ է։ Այսինքն ընկալումներից ելնելով մենք ասում, մեր կազմակերպությունը, որի ներկայացուցիչն է մեր կազմակերպությունը Հայաստանում, սա միջազգային կազմակերպության հրապարակած համաթիվն է 182 երկրների, այդ երկրներում է դա չափվել, եւ այդ համաթվով, այո, մենք ասում ենք, որ իրավիճակը չի փոխվել։ Ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե որ ոլորտներում, համաթիվը ինքը չի չափում առանձին տարբեր ոլորտներ։ Դրա համար առանձին հետազոտություններ են պետք, վերջին անգամ Հայաստանում դա անց է կացվել 2021 թվականին Կովկասյան հետազոտական ռեսուրս կենտրոնի կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ուրեմն աջակցությամբ եւ ես չգիտեմ ինչքանով կարող ենք մենք այդ ուրեմն տվյալները ընդունել որպես նույնը ինչ որ ներկայում է։ Նույն ժամանակ ասեմ դա ուրեմն հարկային, մաքսային մարմիններ, դատական համակարգ, իրավապահ մարմիններ դրանք էին որպես Բայց այստեղ Հայաստանի կառավարման համակարգում ամենապատասխանատու կառույցը դա հակակոռուպցիոն կոմիտեն է։ Ամենապատասխանատու, եթե մենք տեսեք, հակակոռուպցիոն քաղաքականությունը դա 3 կոնցեպտուալ բաղադրիչների համադրությունն է, դա կոռուպցիայի կանխարգելումն է, կոռուպցիայի բացահայտում եւ քրեական հետապնդում եւ հակակոռուպցիոն կրթություն։ Այն որ դուք հակակոռուպցիոն կոմիտեն, դա հենց կոռուպցիայի բացահայտում եւ քրեական հետապնդումն է։ Նույն նշանակություն եւ կարեւորություն ունի նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը կոռուպցիայի կանխարգելմամբ է զբաղվում եւ հակակոռուպցիոն կրթությամբ կամ պետք է զբաղվի, եւ բացի դրանից կարեւոր է նաեւ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանները եւ նաեւ դատախազությունում այդ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այդ վարչությունը։ Շատ բարի։ Այս բոլորը միասին կազմում են հենց հակակոռուպցիոն քաղաքականությունը իրականացնելու համակարգը։ Հիմա այդ համակարգում այս պահին գտնվող հակակոռուպցիոն գործերի քանակը ինչի ցուցիչ է։ Ես ինչպես մի քիչ առաջ ասացի, քանի որ կոռուպցիան հնարավոր չէ ուղղակիորեն չափել, իսկ ուղղակիորեն չափելը կլիներ հենց այդ քանակի, եթե մենք վստահ լինենք, որ այդ քանակը adekvat կերպով կարտացոլեր իրավիճակը, բայց բազմաթիվ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ուսումնասիրություններ աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել, որ այդ քանակը գործերի շատ քիչ բան է արտացոլում։ Նախ գիտեք, կոռուպցիան ինքը լատենտ
երևույթ է, բացասական հանցավոր երևույթ է եւ շատ բաներ ուղղակի չեն բացահայտվում կամ ուղղակի չի հասնում այդ հակակոռուպցիոն կամ ընդհանրապես իրավապահ մարմիններին մի մասն էլ ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով կարճվում են, փակվում են գործերը, այդ իսկ պատճառով քանակով դատել ու ասել, որ եթե շատ է քանակը, ապա կոռուպցիայի մակարդակը բարձր է, դժվար է։ Եվ վերջապես մի հարց էլ կա, քանակը կախված է նաև թե որքանով լավ են աշխատում իրավապահ մարմինները, այսինքն քիչ քանակությունը դեռ չի նշանակում, որ կոռուպցիայի մակարդակը քիչ է։ Հասկանալի է։ Դա կարող է լինել նաև իրավապահ մարմինների թույլ լինելուց։ Այդ իսկ պատճառով այս ամբողջ գործոնները հաշվի առնելով քանակը այդպիսի գործերի որպես չափիչ չի ընդունվում։ Լավ, դա հասկանալի է։ Իսկ այդ ծավալում նախկին պաշտոնյաների եւ գործող պաշտոնյաների համամասնությունը ինչի մասին է խոսում կամ ինչպիսին է այդ համամասնությունը, եթե դուք ունեք պատկերը։ Անկեղծ ասած, ես կոնկրետ այդ համամասնության քանակական իմաստով չունեմ, գիտեմ, որ ավելի գերակշռում է նախկին ուրեմն պաշտոնյաներին, կամ համենայն դեպս լրատվամիջոցները, դա արդեն նաև լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմի ցուցիչ է, ավելի շատ խոսում են նախկինների այդ ուրեմն դրանց հետ կապված գործերի հետ։ Ինչ վերաբերում է ներկաներին եւ բացի դրանից ինչի այնքան էլ կոռեկտ չի լինի համեմատություն անցկացնելը, որովհետեւ մենք հնարավոր է, որ օրինակ այդպիսի երևույթ շատ տարածված է աշխարհով մեկ գնալ այսպես ասած փոքր ձկների ետևից մեծերին հանգիստ թողնել։ Հիմա մենք օրինակ ես չեմ կարող ասել որքան են, ասենք հարաբերակցությունը նույն մակարդակի, ասենք վարչության պետ կամ փոխնախարար կամ նախարար, նախկին եւ ներկա։ Հնարավոր է, որ շատ ավելի լինի նախկինների դեպքում, որը նաև կբնորոշի մեկ այլ խնդիր, որ չկա բավարար քաղաքական կամք գնալ նաև բարձրաստիճան ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող կոռուպցիոներների հետ միգուցե կամ կարող է լինել նաև որ այդպիսիք ավելի քիչ են հիմա քան թե նախկինում են եղել իսկ դա արդեն կորոշվի արդեն իշխանափոխությունից հետո եթե լինի իշխանափոխություն ինչպես եղավ 18-ից հետո պարզվեց որ շատ ու շատ մեծ քանակությամբ նախկիններ կային հնարավոր է այս ներկաներն էլ այդ ձևով դառնան նախկիններ Հասկանալի Ինչ տարբերություն նախկինում, երբ որ բյուջեն ուղակի թալանում էին, հիմա էլ նույն թալանն ուղակի օրինականացրել են։ Ձեր արտահայտությունն է, ճիշտ եմ։ Այո։ Ես դա սրանից 2 օր առաջ ասացի Մամուլի ազգային ակումբում իմ ասուլիսում եւ հարց ու պատասխանը, որը հետևեց այդ ասուլիսին, դա իմ տեսանկյունից եւ երևի ցանկացած հակակոռուպցիոն փորձագետի տեսանկյունից որևէ տարբերություն չի նշանակում ավելի ճիշտ որակական իմաստով որևէ տարբերություն այսինքն եթե առաջ ծրարով տալիս էին այդ ասենք օլիգարխները մեծահարուստները այսպես կոչված տալիս էին այդ գումարները ուղղակիորեն այդ գնում էր համապատասխան պաշտոնյաներին որոնք հետո այսինքն ով որ հավաքում էր այդ գումարները հետո դրանք ծրարներով տալիս էին պետական մարմինների համապատասխան աշխատակիցներին հիմա դա կարծես թե այլևս չկա բայց հավաքում են հարկերը հետո այդ հարկերից բավականին մեծ պարգևաճարներ են տրվում ու այստեղ ամենաէական հարցը այստեղ կոռուպցիա դիտարկվում է որպես պարգևաճարը Որպես կոռուպցիա դիտարկվում է պարգևաճարը, որևէ կառույցի աշխատողին տրված։ Այո։ Չէ, դրա մասի որակական տարբերություն չկա այն իմաստով, որ պարգևաճար տալ, այդ կոչել պարգևավճար, դա վարկաբեկում է պարգևավճարի գաղափարը եւ բացի դրանից, եթե այդքան գումար տրվում է նախընտրական տարում, այստեղ քաղաքական կոռուպցիայի մեծ ռիսկ կա։ Ես չեմ գալիս ասելու, որ
դա հաստատ քաղաքական կոռուպցիա միայն մի պատճառով, որովհետև ես չգիտեմ, արդյոք այդ պարգևաճարները ստացել են այդ պաշտոնյաները իսկապես, որտեվ ես այդ ամենը բավականին խորացա, սկսած անցյալ տարվա դեկտեմբերի վերջերից, այնտեղ կա կառավարության որոշում, որը ըստ կատարողականի է տրվել այդ գումարները։ Հիմա հարց է առաջանում, եթե այդպիսի կատարողականը գնահատվել է, ապա ուր են այդ արդյունքները։ Հանրությունը պետք է որ դա տեսնի։ Հիմա եթե դա կա եւ ցույց է տրվում եւ դա հանրության մեջ առաջանում է տպավորություն, կարծիք, ընկալում, որ դա արդար է եղել, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Իսկ եթե դա հանրությունը չի ընդունում, որ դա արժանի են եղել վճարման, ուրեմն դա նշանակում է արդեն, որ եղել է իսկապես քաղաքական կոռուպցիա։ Շատ լավ, այստեղ Դրա համար եմ ասում, ես ձեռնպահ եմ մնում ասելու, որ դա քաղաքական կոռուպցիա է, ես օգտագործում եմ քաղաքական կոռուպցիայի ռիսկ արտահայտությունը, որտեղ մենք չունենք տվյալներ, բայց այդ ռիսկը բավականին մեծ է, այսինքն ավելի մոտ է, որ դա իսկապես քաղաքական կոռուպցիա է, քան հակառակը։ Այստեղ մի ուրիշ նրբություն կա։ Ձեր նկարագրած ծրարն ու հետո այս պարգևավճարը, դրանք կոռուպցիոն տեսանկյունից դիտարկելիս համադրելի են, համեմատելի են։ Դա հիմնական խնդիրն է, որը ես մի քիչ առաջ ասեցի։ Ես ուզում եմ հասկանալ, այդ ծրարով ինչքան գումար էին տալիս, որքան էր դա տրվում, ասենք, օրինակ 2017-16-ի նոր տարվա 16-17-ի, այսինքն ընտրություններից առաջ որքան է տրվել, կամ ասենք 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ նոր համատել այս պարգևավճարների, որ տրվեց անցյալ տարվա դեկտեմբերի վերջին, այսինքն եթե դրանք համադրելի են, մենք բնականաբար այդ տարիների վիճակագրություն չունենք, ոչ մեկը չի հրապարակում, թե ծրարներով որքան գումար են ստացել պետական պաշտոնյաները։ Այդ դրա համար եմ ես ասում, որ թվային քանակական այդ պարամետրերը նույնպես շատ կարևոր են։ Պետական համակարգում կոռուպցիայի բացակայություն արտահայտությունը համապատասխանում է իրականությանը, Վարուժան։ Բացարձակապես չի, հենց այդ ընկալումը լավ հարց տվեցիք, որտեղ սա հնարավորություն է տալիս մի փոքր ավելի պարզաբանել այդ կոռուպցիայի ընկալման համակարգը։ Ես մոռացա սկզբից ասել, որ դա չափում է նախ հանրային սեկտորի, այսինքն պետական, կենտրոնական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որքան ինչպիսին է կոռուպցիան, դրա ընկալումը եւ դրա ընկալումը գործարարների եւ փորձագետների կողմից, ընդ որում տեղացի փորձարար եւ գործարար, տեղացի գործարար եւ փորձագետ եւ այդ երկրի հետ աշխատող գործարար եւ փորձագետ կամ այդ երկրի մասին հետազոտող փորձագետներ եւ այդ երկրի հետ շփվող գործարաններ։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք պետական սեկտորի մասին ու տեսնում ենք այդ հանրային սեկտորի կներեք, որտեղ դա եւ նաեւ տեղական ինքնակառավարման համակարգն է ներառում, երբ որ մենք տեսնում ենք, որ համաթիվը 46-47 է, իսկ կան էմպիրիկ հետազոտություններ, որոնք տարբեր երկրներում անցկացված, դժբախտաբար ոչ Հայաստանում, որոնք ցույց են տվել, որ 50-ից ցածրի դեպքում կոռուպցիան խնդիր է հանդիսանում, ու ասեմ նաև առիթից օգտվելով, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ կոռուպցիա չլինի, նույնիսկ ամենաքիչ, ասենք 25 թվականի տվյալներով ամենաքիչ կոռումպացված երկրներում, ասենք Դանիայում, Նոր Զելանդիայում կամ Սինգապուրում, ասենք Դանիան, որ առաջի տեղն է, 89 է, 0-ից 100 սանդղակը կա, 100-ը դա մաքուր, բացարձակ մաքուրն է, այդպիսի երկիր ընդհանրապես չկա, իսկ լավագույնը Դանիան է, հետո 88-ով գալիս են, ասենք Սինգապուրը եւ Նոր Զելանդիան, այսինքն երկրներ, որոնք բավականին մաքուր լինելով հանդերձ, նույնիսկ կոռուպցիա կա։ Սա նույնիսկ կրկնեմ անպայման շեշտեմ հանրային այդ երկրների կամ Հայաստանի բոլոր այդ 182 երկրներում, որ անցկացվել են անցյալ տարվա այդ չափումները, դա այդ երկրների հանրային ոլորտի, այսինքն մասնավորը չկա, փողերի լվացումը, անդրազգային հանցավորությունը, որով գումարներ են գնում մի երկրից մյուս, դրանք չի ներառում այս համաթիվը։ Բայց եթե վերադառնանք ձեր հարցին,
խնդիրը բավականին լուրջ է, եթե ընկալում իհարկե մի բան էլ անպայման կուզեի շեշտել, սա շատ կարևոր է, որ եթե մենք նայում ենք մինչև 2018 թվականը, մենք տեսնում ենք էական աճ, բայց այսինքն այն ժամանակ մոտավորապես 33-35-ի միջև էր տատանվում համաթիվը, հետո 19-20 հիմնականում այդ տարիներին, 18-ի համաթիվը ավելի շատ արտացոլում էր 17-18-ի սկիզբը, բայց 19-20-ին կտրուկ աճեց, նույնիսկ աշխարհում այդպիսի աճ չկար, այսինքն 35-ից բարձրացավ 49-ի։ Ու դրանից հետո այդ լճացումը սկսվեց, մի փոքր նահանջեց, 22-21-22-ին մի փոքր նահանջեց ու այսպես մնացել է 46-47-ի այդ միջակայքում։ Լավ, եւ թերևս կարևորներից մեկը այսօր քաղաքական կոռուպցիան նախկին եւ հիմա ժամանակներում համադրելի է։ Շատ դժվար է ասել, եթե վերցնում ենք ընկալումը, սա էլ ես ասեմ, մի կարևոր նույնպես միտք նույն կոռուպցիայի ընկալման համաթվի հետ կապված, այս ուրեմն ընկալումները, քանի որ ես ասի գործարարներ եւ փորձագետներն են, նրանց ընկալումն է, նրանք հիմնականում արտացոլում են հենց այսպես կոչված մեծ կոռուպցիան, կա grand corruption, մեծ եւ փոքր petty corruption, բացի դրանից կան պետության զավթում, բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիա, համակարգային կոռուպցիա եւ այս ուրեմն մեր ինչպես ասացի այդ վիբրկան այդ ընտրանքը, այսինքն գործարաններ եւ փորձագետներ ավելի շատ կենտրոնացած են հենց այն դրսևորումների վրա, որոնք ներառում են նաեւ քաղաքական կոռուպցիան։ Այնպես որ ինչպիսին է ներկայումս եւ ինչպիսին է եղել նախկինում, իհարկե առաջընթաց ունենք։ Այլ հարց է, որ համենայն դեպս իմ այդ մոտեցումն է եւ իմ ընկալումն է, որ ես շատ ավելին էի սպասում, եւ սպասում էի, այսպես ասած, մոնոտոն աճ եւ 50-ից ավելի համաթիվ 18-ից հետո, որը ես չտեսա։ Սա է, որ ինձ հիասթափեցնում է։ Ոչ թե այն, որ ոչինչ չի փոխվել, դա այդպես չի, բայց այն ինչ որ փոխվել է, շատ անբավարար է։ Շատ ավելի սպասելիքներ ես 18 թվականին ունեի, քան թե հիմա տեսնում եմ։